Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թվականի նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում, Նալբանդյան դարբին վարպետների տոհմում։ Բազում դժվարություններ տեսած Ղազարի ու Մարյանեի որդու Միքայելի ծնունդով հայ մտածողությունը ու ոգին խթանվեց մի հզոր ուժով։ Դեռ փոքր տարիքից զգալի էր տղայի ընդունակ ու աշխատասեր լինելը։ 7-8 տարեկան հասակում մի անգամ ձանձրանալով կիսագրագետ ուսուցչի սովորեցրածից ասել է. «Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ, ես քո սովորեցրածը արդեն շատ ժամանակ է որ գիտեմ»։ Նրա ստեղծագործության հայկական ոգու ակունքները պիտի որոնեն նրա կենսագրության մեջ։ Ճիշտ է, ապրել է օտար միջավայրում, ծնվել է Նոր Նախիջևանում, Ռոստովի մարզում, ռուսական միջավայրում, եւ մեծացել է ռուսական միջավայրում, բայց Նոր Նախիջևանը տոհմիկ հայկական քաղաք էր, իր զարմանալի դանդաղ ու ծույլ զարգացման ընթացքով, հայկական բնակչության գերակշիռ մասով, շատ քիչ ռուսներ կային այնտեղ բնակվող կամ այլ ազգիներ, եւ նրա ամբողջ մանկությունը անցել է զուտ հայկական միջավայրում, հայկական հոգեվոր կրթության տիրույթում։ Գնահատելով երիտասարդ Միքայելի գիտելիքները, Մատթեոս arczepiskopos-ը դեռևս 17 տարեկան Միքայելին նշանակեց իր անձնական քարտուղար։ 1853 թվականին երիտասարդը մեկնեց Մոսկվա եւ աշխատանքի ընդունվեց Լազարյան ճեմարանում, որպես հայոց լեզվի կրտսեր ուսուցիչ։ Ազատ ունկնդրությամբ սովորեց Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Դատելով Նալբանդյանի նամակներից եւ նրա մի քանի հրապարակախոսական ելույթներից, հատկապես Հեգելը եւ նորա ժամանակը, երկրագործությունը, կատողությունը եւ այլն, Նալբանդյանը կարող էր հրաշալի բնագետ դառնալ նաեւ, որովհետեւ արտասովոր ընդունակությունների տեր այս մարդը ուներ նաեւ զարմանալի աշխատասիրություն։ Շուտով Միքայելը ծանոթացավ ռուս քաղաքական գործիչների եւ ընդհատակյա գաղտնի կազմակերպությունների անդամների հետ։ Այդ ծանոթությունները հետագայում պատճառ հանդիսացան, որպեսզի նրան հետագայում պահեին կապանքների մեջ։ Իսկ ազատությունը ամենից վեհն էր, ամենից կարևորն էր դեռևս երիտասարդ Միքայելի համար։ Ազատ Աստված այն օրից, երբ հաջեցավ շունչ փչել, իմ հովանյութ շինվածքին կենդանություն պարգևել։ Ես անբարբար մի մանուկ, երկու ձեռքս սպարզեցի եւ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի։ Նալբանդյանի ապրած ժամանակաշրջանը բեկումնային էր, շրջադարձային, այնպես որ նման խառնվածքի եւ անհատի արկայությունը պատմական անհրաժեշտություն էր։ Նրա դատողությունները իր ազգի մասին ապշեցնում էին մարդկանց։ Նրան մտահոգում եւ միևնույն ժամանակ զայրացնում էր այն, որ ամեն մի հայ իրեն համարում է բացառիկ անհատականություն։ Երիտասարդ Միքայելի կարծիքով այդ էր պատճառը, որ ազգային մտքի զարգացում տեղի չէր ունենում։ Ասում էր, որ մինչև մենք կարթնանանք մեր մահանման քնից, լուսինը անդնդասույզ կանցնի հորիզոնի ետևը։ Այսինքն նոր ժամանակներում պետք է սթափություն, պետք է արթնացում, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա թոթափել օտար նվաճողների դարավոր լուծը եւ վերստեղծի իր կորցրած պետականությունը։ Սա շատ կարևոր գաղափար է, որ պետք է առանձնացնել Միքայել Նալբանդյանի արդեն աֆորիզմի ուժ ստացած մյուս բոլոր բանաձևումներից։ Մեր ազգի խոցերը եւ հիվանդությունները մեզ շատ լավ հայտնի է, բայց ինքն ազգը չի կամենալ խոստովանել դրանք։ Ազգը կփախչի յուր բժշկից։ Ինչու ենք մենք այդքան սիրում քողարկել մեր վերքերը, որոնք այսքան երկար ու ձիգ տարիներ բժիշկների աչքից վրիպելով այժմ կարիք ունեն վիրահատական միջամտության։ Մեր կողմից քարոզվող ճշմարտությունը գուցե տանջում է ազգի սիրտը, բայց դանակը միակ միջոցն է թարախակալված եւ վարակիչ խոցը առողջ մարմնից ազատելու համար։ 1850-ական թվականների կեսերից Նալբանդյանը պայքար է ծավալում գրաբարի կողմնակիցների դեմ, հօգուտ աշխարհաբարի։ 1858 թվականից նա աշխատակցում է Հյուսիսափայլ ամսագրին, տպագրելով հիշատակարան, մեռելահարցուկ, ազատություն, մանկության օրեր, Ապոլոնին եւ այլ ստեղծագործությունները։ Երբ 1858 թվականին հիմնադրվեց Հյուսիսափայլ պարբերականը Ստեփանոս Նազարյանցի ջանքերով, Նալբանդյանը եղավ այդ պարբերականի հիմնական աշխատակիցներից մեկը։ Ես չեմ մոռանում մեր ուսուցիչներից մեկի, պրոֆեսոր Մկրյանի հայտնի մի արտահայտությունը, որով ընդգծվում էր, թե Հյուսիսափայլի փայլը իրականում Միքայել Նալբանդյանն էր։ Թեև բարախաղի տպավորություն է թողնում, բայց բովանդակալից բանաձև է հետաքրքիր բնորոշում։
Միքայել Նալբանդյանի արտասահմանյան ուղևորությունները ավելի հարստացրին նրա հեղափոխական դեմոկրատական աշխարհայացքը։ Նրա հեղափոխական գաղափարները հիմնականում արտահայտվել են 1862 թվականին Փարիզում լույս տեսած երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ աշխատության մեջ։ Մի մոռանաք, որ ձեր ապագան պիտի դատաստան կատարե ձեր գերեզմանի վերա, ինչպես դուք դատում եք այսօր ձեր նախահարց ոսկերքը, բայց այն օրից բռնած որչափ հառաջ այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը։ Աշխատեցեք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին։ Ինքն իր մեջ զգում էր այն մեսիան, այն առաքելությունը, որի վերուս դրված է իր ուսերին, լուսավորության տարածումը, աշխարհաբարի գրափարի միջև պայքարի ընթացքում աշխարհաբարի դատի պաշտպանությունը, հայոց պատմագրության նորովի արծարծումը եւ մի քանի հարցերում ես նկատի չունեմ հեղափոխական դեմոկրատ Նալբանդյանին, ես նկատի ունեմ լուսավորական եւ տեսաբան Նալբանդյանին ու փիլիսոփա Նալբանդյանին, որում Նալբանդյանը մեզանում առաջինն էր։ Մեզանում առաջինն էր քաղաքի մասին վեպ ստեղծելում։ Պրոշյանը, Աղայանը գրել էին վեպեր, Աբովյանը գյուղական կյանքից։ Քաղաքին կյանքին, հատկապես ես նկատի ունեմ Նալբանդյանի մեռելարցուկ վեպը, առաջինը անդրադառնում է Միքայել Նալբանդյանը։ 1857 թվականին Միքայելը հանդիպում է Ռուսաստանի փոքր թատրոնի դերասանուհի Մարիա Պանովային։ Նրանց միջև սկիզբ առած մտերմությունը վերածեց գեղեցիկ սիրո, որն ավաղ երկար չտևեց։ Միքայելը Մոսկվայից մեկնեց արտասահման, խուսափելով քաղաքական հետապնդումներից։ Նալբանդյանը Եվրոպայում լինելուց հետո մի շատ կարևոր եզրահանգման եկավ. եվրոպացիները մեր կարիքը չունեն։ Նա համոզված էր, որ ազգը հաղթում եւ զարգացում է ապրում, երբ հույսը դնում է իր ուժերի, իր իմացության վրա։ Գիտակցենք մեր շահը, հավատալով սեփական ուժերին։ Եվրոպան Միքայել Նալբանդյանի վրա մեծ ազդեցություն գործեց ոչ միայն հեղափոխական գաղափարախոսության առումով։ Վենետիկում երիտասարդ Միքայելը սիրահարվեց մի իտալուհու, ում անունը մինչ օրս էլ անհայտ է մեզ։ Ավաղ այս դեպքում էլ մեծ սերը պիտի զոհաբերվեր անանձնական կյանքին, իսկ իտալուհին, ով այնքան գերել էր մեծ հայրենասերին, ստիպված պիտի լիներ ամիսներ անց հետևյալ նամակը գրել իր սիրեցյալին. Եղբայրիմ, մի ամիս է արդեն, որ զուրկ եմ քո մխիթարական նամակներից, որոնք միակ սփոփանքն են կազմում առօրյա վշտերիս։ Շարունակ անհանգստանում եմ քո եւ սիրեցյալների առողջության մասին, եւ հետո ինձ թվում է քո խոսքերից, թե թշնամիները չեն դադարել քեզ հալածել։ Այդ բանն ինձ անասելիորեն անհանգստացնում է։ Դու կարող ես այժմ երևակայությամբ տեսնել քո քրոջը, տեսնել քո քրոջն իր արվեստանոցում, ուր այցի եկած է իր եւ հույս ունենք, որ նորից կգաս տեսնելու։ Ես գիտեմ անձնատուր լինելով ցնորքների կարծել, թե ներս մտնողը եղբայրս է։ Օ, ինչ խորն ես դրոշված դու իմ սրտիս ու մտքիս մեջ, ինչպես պարզ եմ տեսնում քեզ։ Երջանիկ օրեր, որ այլևս երբեք չեն վերադառնալու, ինչ շուտ անցան։ Հրաժեշտի թախծալի օրը դու լրիվ վստահ էիր քո վերադարձի վրա, բայց ես նախատեսելով անհուն դժվարություններ, այդպես էլ ենթադրում էի, թե մենք այլևս երբեք իրար հանդիպելու չենք այս աշխարհում։ Ինչ դաժան կյանք, մինչդեռ աշխարհում կան երջանիկ մարդիկ, Աստծո հոգով հրաժեշտ։ Եվ երբ որ նրա ժամանակակիցները խոսում էին լուսավորության մասին, Նալբանդյանը հակադրվում էր նրանց ասելով, թե չի կարող լուսավորություն լինել այնտեղ, որտեղ մարդը նախ եւ առաջ մտածում է մի կտոր հացի մասին։ Նախ եւ առաջ ուրեմն պետք է լուծել այդ մի կտոր հացի խնդիրը։ Իսկ որպեսզի հացի խնդիրը լուծվի, դրա համար Նալբանդյանի համոզմամբ հողը պետք է բաժանել գյուղացիությանը։ Գյուղացին պետք է հող ունենա, որ կարողանա բարիքներ արտադրել եւ բարելավել իր տնտեսական դրությունը։ Իսկ որպեսզի հողը գյուղացուն տրվի, դրա համար պետք են արմատական միջոցներ։ Այս պատճառով էլ Նալբանդյանը ռուս 60-ականների նման դառնում է գյուղացիական հեղափոխության քարոզիչ։ Միքայել Նալբանդյանը Մայնի Ֆրանկֆուրտում էր, երբ գրեց «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը, որը հետագայում մասնակի փոփոխություններով պետք է դառնար Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետությունների օրներգը։ Մասնավորապես մեր հայրենիք թշվառ անտեր բառերը փոխարինվեցին մեր հայրենիք ազատ անկախ բառերով։ Ազատություն ու անկախություն, որոնց մասին երազում էր Նալբանդյանը։ Սակայն սխալ կլինի ասելը, որ բացարձակ նա պարում էր։ Պոլսում անգամ գաղտնի կազմակերպություն հիմնեց, պայքարի կազմակերպություն, որը խնդիր ուներ պայքարելու ոչ միայն խոսքով եւ գրչով, այլև զենքով եւ արյունով։ Ամենայնտեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտի մեռնե, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Մի պատգամախոսություն,
որ օգտագործվել է 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի եւ մինչեւ անգամ Արցախյան ազատամարտի օրերին, դա բանաստեղծական մի հրաշակերտ է, մի կոչ, մի կարգախոս, որ ծերերը հիշում են նախորդ դարերի ազատագրական պայքարի մարտիկները, մասնակիցները հիշում էին, որ նալբանդյանական այդ բանաստեղծական տունը երգվում էր ազատագրական պայքարի բոլոր երգերի վերջում։ Օրինակ ասենք, դարձյալ փայլեց Սասնո գլխին ազատության դրոշակ։ Այս երգի վերջում հանկարծ էլի հնչում է նալբանդյանական պատգամը. ամենայն տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ պիտ մեռնի, բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի։ Ատեսեք ինչ պատգամ է սա։ Չմարող, չխամրող, միշտ արդիական, միշտ իր դաստիարակչական լիցքերը պահող, հայ մարդու ազգային արժանապատվությունը անընդհատ վերարծարծող, հրահարող, թարմացնող, այսպիսի երևույթ, այսպիսի մեծություն է Միքայել Նալբանդյանը։ Թուրքիայում Նալբանդյանը սերտ կապեր է հաստատում Հարություն Սվաչյանի հետ։ Իտալիայում ոգևորվում է Գարիբալդու ղեկավարած ազգային ազատագրական շարժումներով։ 1860 թվականին Միքայել Նալբանդյանը առաջին անգամ Հայաստան եկավ, Էջմիածնու վեհապարի օրհնությունը ստանալու համար։ Այնուհետև նա մեկնեց Հնդկաստան Մասեհ Բաբաջանյան անունով մի բարերարի կողմից Նախիջևանին կտակած մի բավականին կլորիկ գումար ստանալու նպատակով։ Կամ ստույգ վկայություններ, որ նա այդ գումարները բերել է ազնվորեն եւ հանձնել է իր տննդավայր քաղաքին եւ հնդկահայ մեծահարուստների այդ գումարներով Ռոստով քաղաքում կատարվել են մեծ շինարարական աշխատանքներ, այսօր էլ Ռոստով քաղաքի գլխավոր քաղաքային հիվանդանոցը հենց Միքայել Նալբանդյանի բերած միջոցներով կառուցված հիվանդանոցն է։ Աշխարհի բոլոր ծայրերում ինքնության պահպանման համար հայերի թափած ջանքերը վաղ թե ուշ տապալվելու են։ Միակ տեղը, որտեղից նորից կարող է վերածնունդ սկսվել, պատմական հայրենիքն է։ Այնուհետև նա գնաց Քանաքեր, այցելեց Աբովյանի ուրեմն տուն, Աբովյանի տոհմական այսպես կալվածքը։ Եղավ Օշականում, ականատես եղավ Մողնու ուխտին եւ գրեց իր ամենամռայլ տողերը Արարատյան դաշտի ժողովրդի մասին, որտեղ ապրում էր Արարատյան դաշտի ժողովրդի ամբողջ խեղճությունը, տառապանքը, աղքատությունը, թշվառությունը, նկատողություն կոմելը խոսում այդ մասին։ Միքայել Նալբանդյանի կարճատև կյանքը անվերապահ նվիրում էր հայ ժողովրդին, սակայն հենց իր հայրենակիցների կողմից էլ ենթարկվեց հալածանքների։ Ժամանակներն էին ուրիշ, երբ միջակությունները աշխարհիկ եւ հոգեվոր սուտ էլիտան քարկոծում էին առողջ մտածողություն ունեցող տաղանդավոր անհատներին։ Ահա թե ինչ ենք կարդում 1859 թվականի ապրիլի 23-ին Փարիզից Գրիգոր Սալթիկյանին գրած նամակում։ Աղաչում եմ եղբայր, չմոռանալ ինձ այս օտարության մեջ, չմոռանալ, որ ես այս բոլորը քաշում եմ ազգի համար, մեր դժոխքի սպասավոր ճիզվիտ հոգևորականներիս, որոնց վերջին ջանքն է ազգը կուրացնելով վայելել նորաբարիքը։ Ես գիշեր-ցերեկ մտածում եմ ձեր բոլորի վերա եւ մեր ողբալի ազգի խղճի վիճակի վերա։ Աստված տար, որ ես գերեզման չմտած տեսնեի մեր ազգի դրության բարվոքվիլը եւ հոգևորականների բարբարոսություններից ազատությունը։ Աղաչում եմ Աստվածը օգնել ձեզ, օգնել ինձ, բանտախտականիս։ Մնաք բարյավ, Աստված թող ձեր հետ լինի միշտ։ Ձեր անխարդախ, բարյացակամ եւ հարազատ եղբայր Միքայել Նալբանդյան։ Նալբանդյանը մեծ ջանք էր գործադրում փոխելու ստրկամիտ, թրքամիտ եւ ռուսամիտ հայության մտածողությունը։ Նրան շատ քչերը հասկացան, նրա տենչած ազատությունը հասու էր շատ քչերին։ Մենք ազատական նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելուն։ Մեր անձը եւ գրիչը չնվիրեցինք հարուստներին։ Նոքա յուրանց արծաթի թմբերին տակ միշտ անխոցելի են նաեւ բռնակալների իշխանության մեջ։ Հայոց ազգը պիտի յուր գոյությունը պահպանը յուր եկեղեցվո միջնորդությամբ եւ մեր ազգի բարոյապես ամրանալու համար հարկավոր է կարդալ Սուրբ Գիրքը, նոր կտակարանը։ Ներկա օրերում այլին սև քնար, սուրը հարկավոր կտրիճի ձեռքին, արյուն ու կրակ թշնամու վերա, այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։ Ուրեմն նոր ժամանակներում, իսլամական թվականների վերջերին, 60-ականների սկզբներին Նալբանդյանը սա էր համարում օրվա խորհուրդը,
եւ ազգության պահպանության գլխավոր գաղափարը շահկապում էր անպայման նաեւ ազգային ազնագրական պայքարի հետ։ Սիրելի եւ հոգեկից եղբայրիմ Գրիգոր Կարապետյան, գրում ես, թե իմանալով իմ դրությունը ցավել եք եւ մի փոքր բարկացել եք։ Ցավացներուդ համար անչափ շնորհակալ եմ եւ հավատում եմ, որ պիտի ցավեիք, բայց եղբայր, ինչու եք բարկանում իմ վերա։ Ինչ եմ արել ես, եթե հառաջ չեմ հայտնել իմ վիճակի մասին, ինչ հայտնեի։ Ես ինքս զզված եմ իմ դրությունից, ուրեմն ինչ ուրիշներին եւս զզվանք եւ ձանձրություն պատճառեմ։ Դուք լավ գիտեք, որ միմիայն վերջին աստիճանի նեղությունը կարող է ինձ բերան բանալ տալ։ Բժշկությունը ինձ ոչ թե միայն ատելի չէ, այլև դրանից ավելի սիրելի բան չունիմ, սակայն համաձայնիր ինքդ, որ հնար չունեի շարունակել, ինչ անեի, որ քարին տայի գլուխս, մտածիր ինքդ ու հետո դատապարտիր։ Քո հարազատ եղբայր Միքայել Նալբանդյան։ Ըստ էության Նալբանդյանի կյանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նալբանդյանը շատ քիչ է քնել, շատ քիչ է հանգստացել, անգամ հիվանդության օրերին, երբ մահը չոքել էր նրա դռանը եւ ինքը լավագույնս էր գիտակցում, որ այնուամենայնիվ ինքը դատապարտված է մահվան, շարունակում էր աշխատել։ Հենց առաջ անցնելով ասեմ, որ Պետրոպավլովյան ամրոցում նստած տարիներին 1864 թվականին, երբ թոքախտը պարզապես քրքրում էր նրա մարմինը եւ ոչնչացնում էր ֆիզիկապես, Միքայել Նալբանդյանը եղբորը նամակ էր գրում, ուղարկեցեք գրքեր։ 3 անգամ շեշտում է բառը գրքեր։ Դա անդադ կարդում էր, անդադ զբաղվում էր եւ տարօրինակն այն է, որ հենց Պետրոպավլովյան ամրոցում նստած տարիներին Միքայել Նալբանդյանը ըստ էության կարողացավ գրել իր հիմնարար աշխատություններից Կրիտիկան, Կրիտիկա սոսիալ վարդիթերի աշխատությունը, գրեց ուրեմն Մեռելարցուկի ծանոթագրությունները, որոնք տպագրվեցին հետագայում եւ բազմաթիվ այլ աշխատություններ։ 1862 թվականի հուլիսի 7-ին Միքայել Նալբանդյանը ձերբակալվում է եւ տեղափոխվում Պետրոպավլովյան ամրոց, որտեղ մնում է մինչև 1865 թվականը։ Այնտեղ գրում է Հեգելը եւ նրա ժամանակը, Կրիտիկա սոս եւ վարդիթերի եւ այլ գործեր։ Եթե տեսնում եք, որ ճշմարտությունը զիջում է իր տեղը ստին, չմտածեք, որ այդպես է լինում միշտ։ Ոչ, թող ճշմարտությունը պարտություն կրի, բայց հաջորդ իսկ վարքյանին նրա ճաճանճները առավել վառ կշողան։ Ճշմարտության պսակը երբեք չի թորշնում, բայց մի հանգամանք կա։ Ոմանց ճշմարտությունը հայտնվում է շուտ, մյուսներին ուշ, հաճախ էլ մահից հետո։ Բայց չի եղել այնպես, որ ճշմարտությունը ընդհանրապես չբացահայտվի։ Ոչ երկրի վրա, ոչ դժոխքում չկա մի ուժ, որ կարողանա ոչնչացնել ճշմարտությունը։ Չկա նաև ճշմարտություն, որ բազմաթիվ թշնամիներ չունենա, բայց ինչ էլ որ լինի, ի վերջո հաղթում է ճշմարտությունը։ Պետրոպավլովյան ամրոցում գտնվելու տարիներին էլ Նալբանդյանը ստեղծագործել է, հանգիստ չի մնացել եւ գրել է ինչպես է կարողացել իր գրությունները դուրս ուղարկել։ Գտել է երևի թե բոլոր կալանավորներին հայտնի եւ հսկիչներին անհայտ եղանակներով։ Օրինակ իրեն հատկացված կաթը օգտագործել է որպես գրելու միջոց կաթով, երբ որ գրում են սպիտակ թղթի վրա, առաջին հայացքից ոչինչ չի երևում, բայց հետո երբ որ տեղի ունենում գունափոխություն, ընթերնելի են դառնում սպիտակ թղթի վրա բոլոր գրանցները։ Այդպես է գրել Միքայել Նալբանդյանը Պետրոպավլովյան ամրոցում իր ստեղծագործությունների մի զգալի մասը, հատկապես նրանք, որոնք կարծում էր, թե գրաքննությունը պիտի արգելի եւ թույլ չտա, որպեսզի դրանք ընկնեն ժողովրդի ձեռքը։ 1865 թվականին Նալբանդյանն աքսորվում է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը եւ այնտեղ էլ վախճանվում 1866 թվականի ապրիլի 12-ին։ Հետագայում մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը պետք է գրեր. Միքայել Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկարանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը, իր ծանր հայացքով աշխարհի վրա եւ ազգի դառն վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին։ Այո, Հիրավի Միքայել Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն էր ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Նա այդպես էլ չամուսնացավ, մնաց անժարանք, սեփական անձը նվիրաբերելով ազգի բարօրությանը։ Միքայելը 37 տարի երջանկություն բերեց իր ընտանիքին, իսկ երբ ձերբակալվեց եւ տաժանակրության մեջ մահացավ, ծնողները՝ Ծերունի Ղազարն ու Մարիանեն անկարող էին դիմանալ որդու կորստին։
Երկուսն էլ խելագարվեցին եւ մահացան։ Նրանք 10 զավակ ունեին, սակայն Միքայելն ուրիշ էր։ Միքայելն ուրիշ էր ոչ միայն իր ծնողների, եղբայրների ու քույրերի, այլև լուսավորության, ազատության ու անկախության ծարավն զգացող ազգի համար։ Մեծ հայը, տաղանդաշատ գրողն ու հրապարակախոսը, փիլիսոփան ու բժիշկը, ազատության մարտիկը կյանքից հեռացավ սերունդներին թողնելով հետևյալ պատգամը. Իմ քաղցր եղբայրք, աշխատեցեք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին։